2023 թվականի բռնի տեղահանությունից հետո Հայաստանում հիմնադրված Հայիրյան բժշկական կենտրոնը այսօր բազմաթիվ քաղաքացիների համար ապահովում է հասանելի եւ վստահելի բուժօգնություն։ Սեփական լաբորատորիա ունենալու գաղափարը Հայիրյանների մոտ միանգամից է առաջացել։ Եվ սարքավորումներ ունեինք որ բերել ենք մեր հետ եւ բժիշկներ կային, ովքեր տեղափոխվել են եւ աշխատանք չունեին, օգտագործելով այդ կադրերի պոտենցիալը հիմնականում հանցան գործի։ Կենտրոնում առաջնահերթ աշխատանքի են ընդունել արցախցի մասնագետներին։ Կարճ ժամանակում կահավորել են կլինիկան եւ սկսել գործունեությունը։ 2024 թվականի ապրիլի 1-ին ընդունել են առաջին պացիենտին։ Պացիենտը մոտենում է ընդունարան իր գանգատներով, տեղում բժիշկը կոնսուլտացիան կատարում է, անալիզները, եթե անհրաժեշտություն կա, արյան անալիզների կամ այլ կենսանմուշների անալիզների տեղում նմուշարումը կատարվում է, տեղում հետազոտությունը կատարվում է, շատ սեղմ ժամկետներում մենք իրանց տրամադրում ենք այդ արյան անալիզների պատասխանները, բուժումը նշանակվում է եւ ինքը գնում է իր աստուն։ Բժշկական կենտրոնը լիցենզավորված է եւ նախատեսում է ընդլայնել մատուցվող ծառայությունների շրջանակը, ավելացնելով նոր ուղղություններ եւ ներգրավելով նոր մասնագետներ։ Այս պահին ունենք ընտանեկան բժշկություն, լիցենզավորված, լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ, բիոքիմիական, շրջաբանական, կլինիկական, իմունաբանական, մանրէաբանական, նաև ՊՇՌ, սրտաբանական կաբինետ, գինեկոլոգիական կաբինետ, մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա, կանանց կոնսուլտացիա, արհեստական սերմնավորման կաբինետ է գործում կենտրոնում։ Ունենք ուլտրաձայնային հետազոտությունների ամբողջ փաթեթը եւ մասնագետ ունենք եւ էքսպերտային դասի սարքավորումներ, մաշկաբան, վեներաբան, նյարդաբան, մանկաբույժներ ունենք, այդքան հիմնական այդ ծառայություններն ենք անում։ Վերջերս կենտրոնը մասնակցել է Արցախյան տեղահանված գերփոքր եւ փոքր ձեռնարկատերերի քարտեզագրում, իրազեկում եւ կարողությունների զարգացում ծրագրին։ Այն իրականացվել է Արցախ միության կողմից Իզմիրլյան հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Ճիշտ բիզնես վարելու դասընթացներ էին, ես տենց կարող եմ ասել, գործընկերային կապերի ստեղծում եւ այլն։ Քանի որ ինքս երկար տարիներ բիզնեսով զբաղվել եմ նաեւ Արցախում, դա իմ համար ավելի շատ կրկնություն էր։ Բայց շատ բաները սովորել ենք, վերահիշել ենք։ Հայիրյան բժշկական կենտրոնը գործում է Մասիս քաղաքում։ Մեծամորում գործում է մասնաճյուղ, որտեղ իրականացվում է արյան նմուշարում։ Ուսումնասիրել ենք, որ այս քաղաքում չկան մասնավոր կենտրոններ։ Մեր բնույթի չկան։ Կան որոշ խոշոր կազմակերպությունների մասնաճյուղեր կան, բայց այտենց լրիվ որ այսքանը լինի մի տեղում չկա։ Հայիրյան բժշկական կենտրոնը այսօր ոչ միայն բուժօգնություն տրամադրող հաստատություն է, այլև բռնի տեղահանությունից հետո նոր կյանք սկսելու հաջողված օրինակ։ Այստեղ ամեն օր շարունակում են բուժել եւ օգնել մարդկանց։